6 շրջիկ, ինչպես նշեց պարոն Յանուսյանը, 12 դիտորդներով ենք իրականացրել եւ ըստ էության քվեարկության օրը մեր դիտորդները եղել են բոլոր 47 տեղամասերում, հա, շրջելու առավոտյան մինչ ժամ 7-ին, հա, ընտրական տեղամասերից 8-ում ենք ուրեմն անմիջապես հետևել նախապատրաստական աշխատանքներին եւ ըստ էության էական ինչ-որ թերություններ կամ խախտումներ չի արձանագրվել, երևի թե միայն մի դեպքում երկուսում են 4 ընթացակարգային խախտումներ, բայց երբ որ առաջարկվել է այդ խախտումները վերացվել են։ Բացի այդ, ուրեմն դիտորդները երկու անգամ այցելել են 47 տեղամասերից 13-ում քվեարկության օրվա ընթացքում եւ 3 անգամ 4 տարբեր տեղամասերում եւ դա այն ինչ որ նշվեց պայմանավորված է եղել տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ կապված խնդիրներով, մասնավորապես այդ կուտակումների հետ կապված, որ արձանագրվել որ շարունակ կրկնվում է, այսինքն մի անգամ վերացնում ես, հետո իմանում ես ահազանգ նորից ես գնում։ Իդեպ ասեմ այդ կուտակում ասածը մի պատկերացրու 10-20 հոգի ինչ որ նախկին նման հավաքում, չէ, խոսքը վերաբերում է 1 կամ 2 կամ մաքս առավելագույն 3 անձանց ուրեմն շարունակական գտնվելու մասին դա տարածքին ուրեմն հարակից տարածքում ամբողջ օրվա ընթացքում, այսինքն առավոտյան ժամը 7-ից մինչև քվեարկության ավարտը նկատի ունենք ուրեմն 20:00-ն ընդամենը 21 խախտում է արձանագրվել, որոնցից 16-ը տեղամասային կենտրոնների ներսում, 5-ը տեղամասային կենտրոնից դուրս, ինչպես նշեցինք, այսպես նույն անձանց շարունակական գտնվելու, ընդ որում այդ 21 խախտումներից 9-ը ընթացակարգային բնույթի խախտումներ են եղել, որոնք էական իհարկե նշանակություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա, բայց այս ինչ որ մենք հիմա նշում ենք, սա ընտրությունների կազմակերպման, վարչարարության հետ կապված հարցերն են։ Բովանդակային նկատի ունեն վերլուծության հետ կապված, որտեղ այստեղ շատ կարևոր է հասկանալ նաև առանձին բնակավայրերում ընտրողների ձայների, հա, բաշխման հետ կապված ազդող գործոնները։ Սրանք իհարկե մի քիչ այլ վերլուծության հարց է, բայց նախնական դիտարկումներով կարող ենք ասել, որ նաև այս ընտրությունների ժամանակ, ինչպես նաև Գյումրիի ընտրությունների ժամանակ դա դիտարկվում, դեռևս համայնքային մակարդակում ընտրությունների վրա էական նշանակություն ունեն տեղական գործոնները, այսինքն անձինք, որոնք ներգրաված են եւ լինում կուսակցությունների ուրեմն ցուցակում, համամասնական ցուցակում, կապված նրանց թե որ համայնքներում են, այդ համայնքներում բնականաբար նրանց ոչ թե քաղաքական կամ ծրագրային գործոններն են դեր խաղում, այլ զուտ անձնական նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը կարող է եւ դրական եւ ուրեմն բացասական նշանակություններ անկախ կուսակցական իդեպ ասեմ պատկանելիությունից, հա, բոլոր դեպքերում կարող ենք ասել, որ այո, Վաղաշապատի համայնքում ընտրությունները մրցակցային էին, բացառությամբ այդ առանձին այդ պաստառների, այսպես կոչված պատրման կամ այդ պայքարի եւ այդ առումով այդ դրսևորումները չեն հանգեցնել մթնոլորտի լարվածությանը, ես նկատում եմ թե ընտրական ուրեմն հանձնաժողովների ներսում եւ թե նաեւ ընտրական հանձնաժողովներից դուրս, այսինքն չեն հանգեցնել ոչ հանձնաժողովների աշխատանքների ուրեմն խոչընդոտմանը կամ լարվածությանը այդ հանձնաժողովների աշխատանքների վրա ավելի շատ խնդիրներ կապված էին այդ հանձնաժողովների նախագահների կամ անդամների խնդիրները, այսինքն որոշ միջադեպեր, չասենք, այլ ինչ-որ վիճակներ, որոնք մտահոգություն էին առաջացնում, պայմանավորված էին հանձնաժողովների նախագահների չիմացությամբ, գիտելիքների եւ այն ինչ որ մենք կարող ենք արձանագրել էական նշանակություն եւ ազդեցություն չեն ունեցել ընտրության արդյունքների վրա, սա միանշանակ է։ Իհարկե մենք ընտրությունները դիտարկում ենք նվազագույն չափանիշները պաշտպանելու տեսակետից, այսինքն որպեսզի որակը նույնիսկ այս խախտումները չլինեն, որ եւ հանձնաժողովների անդամները լինեն գրագետ, որը պայմանավորված է իհարկե
ոչ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ ուսուցման, այլ նաև այն քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացնում մասնակցելու կամ ավելի ճիշտ, որոնց անդամները ընտրական հանձնաժողովներում ներգրաված են օրենքի ուժով, նրանք նույնպես պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն հենց նույն ընտրական վարչարարության տեսակետից իրենց անդամների գերագիտության, օրենսդրական իմացության հարցով։ Իհարկե նաև այստեղ վերաբերում է վստահված անձանց, որոնք պետք է բավական լավ տիրապետեն, եւ նաև դիտորդներին իհարկե կա հստակ միտում, եւ այստեղ մենք արձանագրեցինք եւ նաև այդ բողոքներով, որ դիտորդական առաքելությունները չպետք է ասոցացնեն իրենց որևէ քաղաքական ուժի կողմ կամ դեմ լինելու այդ առումով, եւ որովհետեւ այն ինչ որ նշվում է որոշակի խախտումների մասին ահազանգերը, կարծես այդ ահազանգերը միտված են ոչ թե խնդիրը լուծելու եւ ընտրական գործընթացը բարելավելու, այլ ընդհակառակը տպավորություն ստեղծելու, որ ընտրական process-ում այսպիսի ինչ-որ մի հատ արտարոց ինչ-որ բան արվում։ Մեր կողմից արձանագրված խախտումները հենց կարող եմ ասել, դրանք ոչ թե համակարգային բնություն են, այլ դրանք ունեն կոնկրետ ինչ-որ առանձին դրսևորումներ, առանձին դեպքերում, որոնց առումով իհարկե նույնիսկ կրկնում եմ պատասխանատվություն ունի առաջերտին միշտ պետք է հիշել մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը պետք է բացարձակապես իդեալական հավաքակից դրսևորի, որպեսզի ընդհանրապես ինքը չասոցացնի թեկուզ փոքր ինտերեսների ուրեմն խախտումներ կամ խախտումների առանձին դրսևորումների հետ, եւ իհարկե նաեւ մյուս քաղաքական ուրեմն ուժերը, որպեսզի որտեղ պայքար չգնա խախտումով ավելի շատ կարա խախտում անի, հա, որոշ դեպքերում բան կար։ Առանձին տեղերում մենք արձանագրում ենք համայնք փոքր գյուղական համայնքներին, ոնց որ մրցակցող քաղաքական ուժերի վստահված անձինք կամ նրանց աջակիցները համաձայնության են գալիս, ով ինչքան կարա, ուրեմն իրանց աջակից բաներին, ընտրողներին բերեն, բայց մեկը մյուսին չխանգարեն, հա, այս տեսակետից։ Ընտրողների կողմից բողոքները, որ իրանց կամքին հակառակ բերել են իրանց ընտրական տեղամաս, մենք նույնպես ուրեմն չենք արձանագրել, գոնե մի դեպք ասենք թե որ լինել, ասենք թե մենք պարբերաբար շրջում ենք, որ կար դիտորդ ասել, գիտեք ոնց բանը ընտրող ասել, այ ես չի ուզում ես ինչ են անում, ինձ զորով բերում են եւ այլն, այս ձևի դրսևորումներ նույնպես չեն եղել, բայց իհարկե ամբողջական վերլուծությունը այս ընտրության արդյունքների հետ կապված, ինչպես նշեցի, ծրագրային, անձնական, բնակավայրային, քաղաքական եւ այլն, դրանք նույնպես բավական պարարտ նյութ է ուսումնասիրելու համար եւ դրան անդրադառնալու համար։ Շնորհակալություն։ Ես զուտ կուզենամ հավելել իմ ասածին, որ ընտրողների իրական բաց քվեարկության պատճառների մեջ ես չթվարկեցի երկու բավական էական պատճառ,